Ես չեմ խոսում։ Հարգելի գործընկերներ, ֆրացեք հետ, ճիշտ անդե նստած չի, բայց շեֆի որդուն ասեք շեֆի տղա։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։ Մի ընդհատեք ինձ, զսպեք ձեր էմոցիաները։ Ֆրացեք ասեք շեֆի տղա։ Այդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր։ Ու որը որ քեզնից ու քո հայրիկից ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք փող եւ գույք, որպես ապօրինի ձեռք բերված գույք, պետությունը պահանջում է։ Ինչ եք երկարացնում, գնացեք մուծվեք բյուջե։ Գիտեք ինչի չեք ասի, որտեղ դուք այդքան չկաք որ ասեք, որտեղ ինքը ձեր շեֆի տղեն է։ Դուք ձեր շեֆի տղու կրտսեր գործընկերն եք։ Ընդհանրապես աշխարհում տես բան լսել եք, որ ապօրինի գույքի որսորդը, ինչպիսին իրենից ներկայացնում է Տիկին Գրիգորյանը, կա հակակոռուպցիոնի ղեկավարին ասի, ինչ է անցած տարի այսքան միլիոն հետ բերվել բյուջե, ոչ այսքան։ Կգնաք ամբողջ խմբակցությունով, այսպես ծերից ծեր, կգնաք շեֆի մոտ, կասեք շեֆ, այդ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեն կրելու, գնա մուծի բյուջե։ Սպասում ենք 200 միլիոնը հետ բերեք բյուջե։ Բացի դրանից իդեպ Տիկին Գրիգորյան, զանգեք Վահե Գրիգորյանին, Գևորգյան էր թե Գրիգորյան։ Հակոբյան։ Զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, դե դուք շեֆեր շատ ունեք։ Շեֆեր որոնց գցել եք։ Ասեք շեֆ, ինչ ես թռած։ Ինչ ես թռած։ Մի ընդհատեք ինձ, Տիկին Գրիգորյան։ Տիկին Գրիգորյան, սովորեք տիրապետել ձեզ։ Տիկին Գրիգորյան, ավելացրեք իմ ժամանակը խնդրում։ Տիկին Գրիգորյան, ի՞նչ ա կացա։ Պարոն Ռուբինյան, մի վարքյան։ Տիկին Գրիգորյան։ Խնդրում եմ ավելացրեք։ Տիկին Գրիգորյան, դուք մի վարքյան լռեք։ Այսինքն դուք որևիցե վիրավորանք չի հնչում։ Այսինքն ինչն է վիրավորանք, շեֆ ունենալը վիրավորանք։ Ձեր շեֆն է, ինչ է։ Բազմաթիվ մարդիկ շեֆեր եւ ղեկավարներ ունեն։ Ես ձեր ազատատենչությունը հասկանում եմ, բայց խնդրում եմ դուք գալիս եք ստեղից ինչ ասես, ասում եք։ Ինչ է, հիմա նստեմ ձեր բանով զբաղվեմ, ասենք այդ ամեն ինչը։ Լսեք, այնուամենայնիվ ելույթ է ունենում ազգային ժողովի փոխխոսնակը։ Դուք որ ելույթ եք ունենում, որովհետեւ մեկը ձեզ ընդհատում էր, ես ժամանակ է ավելացնում ու թույլ չէի տալի։ Հիմա էլ ձեզ թույլ չեմ տալի, մի խանգարեք։ Պարոն Ռուբինյան, շարունակեք, խնդրում եմ։ Պարոն Սիմյան, խնդրում եմ ավելացրեք։ Ես կորոշեմ, շարունակեք։ Դե խնդրում եմ որոշեք։ Նաև հատկանշական է, որ Տիկին Գրիգորյանը վիրավորվում է կամ ժխտում է, որ Քոչարյանը